Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտահայտեց, որ Հայաստանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, Մոլդովայի կամ Վրաստանի, այդպիսի ճակատագրի կարող է արժանալ։ Դուք մտավախություններ, որ եթե մենք հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս գանք, կարող ենք Ուկրաինայի ճակատագրին արժանանալ։ Մենք նախ հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չենք գա։ Եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք կամ երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, մենք դուրս կգանք պլանավորված, առանց հանկարծակի, մենք ընդհանրապես չենք, եթե նկատել եք, մենք չենք պատրաստվում հանկարծակի ոչ մի բան անել։ Դրա համար է, որ մեր բոլոր քաղաքականությունները, մտադրությունները, պլանները թափանցիկ են, հենց ձեր ասած նկատառումով։ Ինչ վերաբերում է համեմատությունը, ինձ թվում է կոռեկտ չէ համեմատությունը, որովհետև ես մեծ հարգանքով եմ վերաբերվում եւ Ռուսաստանի Դաշնությանը, եւ Ուկրաինային, եւ Վրաստանին, եւ Մոլդովային, եւ ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ նախ Հայաստանի Հանրապետությանը համեմատության մեջ դնեն կամ այդ երկրների անունը օգտագործվի որպես նեգատիվ չափանիշ, որովհետև եւ Վրաստանը, եւ Մոլդովան, եւ Ուկրաինան հիանալի երկրներ են, Հայաստանի համար բարեկամական երկրներ։ Ուկրաինայում 500,000 հայություն ապրում, Վրաստանում համենայն դեպս խորհրդային միության ժամանակներում այդքան հայություն ա եղել, հայահոց երկիր է, Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, այսինքն Վրաստանը չքնաղ երկիր է, որը ես շատ սիրում եմ։ Ես ոնց կարող եմ ընդհանրապես մտնել մի խոսակցության մեջ, որտեղ կարող է Վրաստանի անունը որևէ նեգատիվ համատեքստում օգտագործել։ Դա իմ տրամաբանության մեջ չի, ես խոսում եմ իմ մասին, ես չեմ խոսում Ռուսաստանի Դաշնության։ Ասում իմ տեսակետից կոռեկտ չի եւ ես դրա համար չեմ մտնում այդ համեմատության մասին խոսակցության մեջ։ Ընկերներ, դուք տանքներն են հարց տան։ Կան, եթե հանկարծակի չի, ապա պլանավորված է։ Ես գիտեք, ինչ մեր մտադրությունները թափանցիկ են։ Քանի դեռ այդպիսի անհրաժեշտություն չի առաջացել, մենք նման քայլի չենք գնա։ Ես այսօր եւ տեսանելի ապագայում անկեղծ ասած այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում։